Հաջորդիվ ներկայացվող խնդիրն առնչվում է բնակչության մի ստվար զանգվածի։ Խոսքը վարկ վերցրած 8%-ի տակ մնացածների մասին է։ Ամիսներ առաջ անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտին, նշել, որ անբարենպաստ եղանակի պատճառով շատ գյուղացիներ բերքից գալի մասը կորցնելով ակնկալվող եկամուտը չէին ստացել։ Սերմացո, պարարտանյութ ձեռք բերելու, վարուցանքի եւ ոռոգման համար գրավադրելով իրենց տները, վարկ էին վերցրել եւ չեն կարողանում այն մարել։ Թեպետ բանկերի եւ վարկային կազմակերպությունների գործունեությունն ուսումնասիրության առանձին թեմա է, սակայն չխոսել դրանց մասին, թեկուցը պանցիկ չեն կարող։ Ուսումնասիրում ես փոքր բիզնեսի համար բանկերի առաջարկած վարկերը։ Մինչև 3 միլիոն դրամ, 2 տարով, 22% տոկոսադրույքով։ Կարդում ես գյուղատնտեսական վարկերի մասին առաջարկները, միջինը 18%, կան նաև 24% տոկոսադրույքով վարկեր։ Ինչ-ինչ պատճառներով վարկառուն չի կարողանում մարել վարկը։ Բանկը դիմում է դատարան, տունը դրվում է աճուրդի, որոշ ժամանակ անց գյուղացին մնում է անօթևան։ Նույն ճակատագրին են արժանանում նաև մի շարք քաղաքաբնակներ վարկով գործ սկսելու անհաջող փորձերի հետևանքով։ Մոտ մեկ շաբաթ առաջ ԴԱԿ ծառայության պետը ասուլիսում անդրադառնալով վարկերը մարել չկարողացող գյուղացիներին բերել էր Արմավիրի մարզի Արազապ գյուղի օրինակը։ Մոտ 300 տուն ունեցող գյուղի բնակիչներին վերաբերող 182 կատարողական թերթ կա արտադիրում։ Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են։ Ինչ անել եւ որն է ելքը։ Թեման ուսումնասիրելու հարցերի պատասխանները փնտրել է Արմեն Աթալյանը։ Ներկայացնում եմ տուն կամ ապրուստի միջոց տեսանյութը։ Այս առանձնատանը կից հողակտորը գարնանը չի մշակվի, վարուցան չի արվի, նախկինում ծաղկուն այս վայրը կմնա ամայի։ Առանձնատնից էլ երևի երկար ժամանակ դեռ մարդկանց ձայներ դուրս չեն գա։ Տերերը ժամկետնանց պարտավորություններ ունեն վարկային կազմակերպության առաջ եւ տունը աճուրդով վաճառվել է։ Տան նախկին տերերն են Ջեմա եւ Սերոժա Գևորգյանները բարի մարդկանց միջնորդությամբ առայժմ ապրում են իրենց բտնագանձված տան դիմացի գրասենյակում։ Ամեն օր տունը տեսնելիս սրտներից արյունն է կաթում։ Մենք ընտանիքով 14 շունչ ենք։ 4 անչափահաս երեխա։ Օֆիսում մի սենյակ վերցել ենք, մնացածը ցվրված է կողմ են կողմ։ 70 տարեկան կնիկ մարդու կնիկ քրքրվել ենք, տանջը բերենք։ Սարքեր ենք, այսօր անոնն լինգերենք, փողոցները, բայց չեմ կարում։ Ամեն ինչ սկսվեց անցած տարի։ 3 միլիոն դրամի վարկը, որը վերցրել էին վարկային կազմակերպությունից հող մշակելու համար, կիսով մարել էին տոկոսների հետ, սակայն բերքը փչացավ եւ մի քանի ամիս չկարողացան մարել պատկը։ Մենք մի ամիս մնացինք, հավատացինք իրենց խոսքին, որ դուք գումարը բերեք, հարց չկա, ձեր տունը կմնա ձեզ, 1 միլիոն 700,000 հիմնական մար գումարից ենք մուծել, 1 միլիոնից ավել էլ 1 միլիոն 200,000 տոկոսներն է կազմել։ Մուծել ենք դրամի համար են վերցրել։ 1 միլիոն 200,000 դրամի համար են վերցրել։ Սերոժա պապի խոսքով վարկային կազմակերպությունում իրեն հույսով արին, որ ամեն ինչ լավ է լինելու, սակայն իր համար անակնկալ տունը դրել էին աճուրդի եւ վաճառել ծիծաղելի գնով։ Մեզնից պահանջում է $35,000։ Ով։ Այդ առնողը։ Իսկ ինքը 2 միլիոնով առել է 2 միլիոնով առել է, այսինքն $5,000 առել է։ 35,000-ով ուզես բեր ասма դրանց են քվանվան։ Ու ման են գալի, որ գնորդ ճարեն, որ վերավաճառեն շահ ստանեն։ Փաստորեն Արշալույս գյուղում գյուղապետարանին կից այս 130 քառակուսի մետրանոց տունը իր 2000 քառակուսի մետրանոց հողակտորով վաճառվել էր ընդամենը $5,000-ով։ Տան նախկին տերերը այդ գումարից նույնիսկ չեն վերցրել իրենց հասանելիքը։ Հնարավոր էր, որ ամբողջ գյուղը հավաքվեր, կոպեկ մեզ ընթառաչեր տար, մենք մուծեինք։ Բայց մեզ անտեղյակ պահելով մեր տունը վաճառել են, այսինքն մութ գործարքներ են արել, հարկադիրն ու արեկակ կազմակերպությունը եւ գնորդը։ Այսօր թեժ լոտեր աճուրդում անվանում շինություններ։ Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդականը ցույց է տալիս աճուրդի հանված տների ցանկը։ Շեշտում է, վաճառքը կատարում են հստակ սահմանված կանոնակարգով, էլեկտրոնային աճուրդով։ Ցանկացած ոք կարող է մասնակցել դրան։ Աճուրդի սկիզբը, աճուրդի ավարտը, մնացած ժամանակը շատ կարևոր է, ինչքան ժամանակ է մնացել, որից չթողնի, որտեղ ամեն ինչ ինքը ավտոմատացված է եւ նկարագրություն է։ Իհարկե կա ցանկ, նայեք լոտացուցակ, շինություններ։ Տվյալ պահին աճուրդային գործընթացում գտնվում են մոտ 101 բնակարաններ եւ բնակելի տներ,
որոնցից 85-ը Հայաստանի Հանրապետության մարզերով եւ 16-ը Երևան քաղաքում։ Աճուրդով վաճառվող տների մեծ մասն, ինչպես հասկացանք, գրավի առարկա են բանկերում եւ գրավադրողները հիմնականում մարզերից են։ Գյուղատնտեսական վարկերը ռիսկային են, ասում են մասնագետները, բայց խնդրահարույց վարկերի ծավալն այսօր մեծ չէ։ Մոտավորապես պորտֆելի մոտ 4%-ի շրջանակներում խնդրահարույց վարկեր կան գյուղատնտեսության մեջ։ Այսինքն եթե 100,000 դոլար են վերցրել, պայմանական, հա, $4,000 խնդիր կա։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքներին, դրանք բավական ցածր են։ Պարզապես ոլորտն է ռիսկային՝ կարկուտ, երաշտ եւ այլն։ Գյուղացիների տրված վարկերի միջին գումարը գիտեք 500-600,000 դրամ է։ Այսինքն մեծ գումարներ չեն, գյուղացուն ոչ ոք մեծ գումար չի էլ տա։ Մենք նույնիսկ ունենք դեպքեր, երբ որ միջազգային կառույցների մասնագետները ասում են, որ այն տոկոսադրույքները, որ այսօր առկա են շուկայում, չեն համապատասխանում այն ռիսկերին, որ բանկերը կրում են։ Նկատի ունենալով, որ պետք է տոկոսադրույքները ավելի բարձր լինեն։ Խնդիրը բանկերը չեն, այլ վարկային կազմակերպությունները, որոնք մասնագիտացած են գյուղատնտեսական վարկերի մասով, համոզված են տնտեսագետները։ Ոչ բանկային վարկային կազմակերպությունների կողմից կա ճակերտավոր ոգևորվածություն, բավարար չափով չի վերլուծվում վճարունակությունը տվյալ անձի կամ անձանց, ովքեր հատկապես գյուղերում, այսինքն նեղություն չեն տալիս, ավելի պարզ ասած, գնալ եւ տեղում ծանոթանալ այն միջավայրին, այն պայմաններին, որում պետք է տվյալ անձը կամ գյուղացիական տնտեսությունը ծավալի գործարար ակտիվությունը։ Կան խոսակցություններ, որ բանկերը հնարավոր է վերաֆինանսավորեն այն ֆերմերների վարկերը, որոնք ունեն ժամկետնանց պարտավորությունները եւ չեն կարողացել սպասարկել իրենց վարկերը։ Առաջարկ կա նաեւ այս խնդիրը լուծել պետական միջոցներով։ Առաջարկում են պետության կողմից փոխհատուցումներ տալ, մարել վարկերը։ Սա նույնպես անընդունելի եմ համարում, ինչու՞։ Որովհետև այս դեպքում մենք կարծես ավելի խրախուսում ենք անհաջող գործարարներին վերցնել վարկեր եւ ասելով, որ թիկունքում կկանգնի պետությունը եւ ամեն դեպքում կմարի։ Փաստն այն է, որ շատ քաղաքացիներ այսօր կանգնած են տները կորցնելու վտանգի առաջ։ Շատերն էլ արդեն կորցրել են, ինչպես Սերոժապապը։ Մյուս կողմից իրենց բնակարանը կորցնողների մի հատվածը կապել չունի բանկերի հետ։ Հենց վերջինների համար ԴՀԿ ծառայությունը մշակել եւ կառավարությունը ներկայացրել մի օրինագիծ, որով ֆինանսական պարտավորությունները չկատարած պատտապաններին հնարավորություն է տրվում մի շարք դեպքերում պահպանել տունը։ Որ բռնագազման ենթակա չէ նաեւ պարտապան քաղաքացու միակ բնակարանը, եթե բնակարանի արժեքը կամ իրացման մեկնարկային գինը ավելի ցածր է, քան կառավարության կողմից սահմանված բնակապահովման նվազագույն շեմը։ Եթե օրենքն ընդունվի, կառավարությունը կսահմանի բնակապահովման նվազագույն շեմը, որով էլ կառաջնորդվի ԴՀԿ-ն։ Դա այն նվազագույն սահմանն է լինելու որոշակի դրամական չափով, դրամական արժեքով, որը որ բնակարանի իրացնելու պարագայում ինքը լինելու է անձեռնմխելի։ Եթե բնակարանի արժեքը այդ նվազագույն չափից ավելի ցածր է լինելու, նշանակում է բնակարանը ինքը իրացման ենթակա չի լինի։ Եթե բարձր է լինելու, բնակարանը կիրացվի, բայց այդ չափով գումարը կվերադարձվի պարտապանին։ Պետք է նշել, որ օրենքում փոփոխությունը չի վերաբերելու գրավի առարկա հանդիսացող տներին եւ մի շարք այլ դեպքերի, այսինքն նույնիսկ օրենքն ընդունելուց հետո, եթե մարդը պատք է բանկին, նրա գրավադրած անշարժ գույքը կբռնագանձվի։ Գրավի առարկան տվյալ դեպքում սույն նախագծով չի նախատեսվելու այն գույքերի ցանկում, որոնք որ ենթակա չեն լինելու բռնագանձման, այսինքն բռնագանձում տարածվելու է գրավի առարկայի։ Այսպիսով վարկերը մարել չկարողացող եւ տունը կորցնելու վտանգի առաջ կանգնած քաղաքացիների, մասնավորապես ֆերմերների գլոբալ խնդիրներն առայժմ դժվար թե լուծվեն։ Ամենայն դեպս բոլոր կողմերն էլ ճիշտ են յուրովի։ Բանկերը բարեգործական հիմնարկներ չեն, որ անհատույց գումար տրամադրեն, գյուղացին մեղավոր չէ, որ բերքը փչանում է։ Արմեն Աթալյան, Հովհաննես Չապարյան, Զոհրաբ Կարամյան, Սուրանկյուն։